Բարևս Էլենանում, դու գտնվում ես իմ ալիքում, այսօր նկարելու ենք փորձարկում Էլի, բայց մինչև վիդեոին անցնելը անպայման պետք է հետևի իմ ինստագրամի էջին, անունը Էլի Մարտիրոսյանն է, լինք կգտնես ներքևում։ Ոնց արդեն վիդեոյի սկզբից հասկացաք, այսօր փորձելու ենք այս հայտնի կոնֆետների հյութերը։ Ես իրենց շատ վաղուց էի ուզում փորձել ու ձեր համար վիդեո նկարեի ու երեք վերջապես գնելեմ ու այսօր իրար հետ պետք է փորձենք, ինձ եկան շատ հետաքրքիր է։ Այս անգամ վերցրել եմ այս 3 համերը, բայց այնտեղ իհարկե ուրիշ համեր էլ կար։ Մյուս անգամ կուզեմ անպայման բանուծին փորձեմ, որտեղ ես բանուծի սիրահար եմ։ Բայց ինչի՞ այս անգամ այս 3-ը փորձենք, տեսնենք ընդհանրապես արժի շարունակել թե ոչ նոր։ Ես ճիշտ ասած արդեն մոտավորապես պատկերացնում իրանք պատկերացումով ահավոր քաղցր են լինելու, բայց եկեք սկսենք սրանից, որովհետև ես Մարսը այդքան էլ չեմ սիրում։ Չգիտեմ, եկեք իրանից սկսենք, ամենայն դեպս լավերի թողնենք վերջում։ Առաջինը կփորձենք սանը, տեսնենք ինչ տա։ Ես մեծ հույսեր ունեմ, որ իրենց մեջ ինչ-որ կոնֆետի հատիկներ չի լինելու, որովհետև ես ինձ չեմ սիրում, ապաստոն ինքս փակած ունեմ, պետք է բացենք։ Հոտը այդքան էլ լավը չէր։ Այդքան էլ դուրս չեկավ, բայց լավ է, փորձենք։ Ինքը սովորական սենց կակաոյի գույն ունի։ Դե ինչ-որ յուրահատուկ բան չկա։ Բայց հիմա կփորձենք։ Մարս ես ճիշտ ասած այդքան էլ չեմ սիրում։ Չգիտեմ, դուրս կգա թե չէ, բայց բավականին ոնց խիտ է ինչ-որ երևում։ Լավ եկեք փորձենք։ Մարսի համը շատ քիչ է, ավելի շատ ինչ-որ սենց քաղցր, ոնց որ, չգիտեմ, ոնց որ տորթի չհեփված կրեմ լինի, ինչ-որ սենց թթվաշ համ ունի, ամենայն դեպս այդքան էլ լավը չէր, հոտն էլ այդքան դուրս չեկավ, չգիտեմ կարող է նրանց, որ ես ուղղակի Մարս չեմ սիրում դրա համար, բայց Մարսի համի է իրականում, երևի ես չեմ սիրում, ինձ դրա համար դուր չեկավ այդքան, բայց երևի կգնահատեմ 10-ից 4, շատ դաժան չլինենք, նենց չի որ կարես ասենք վերցնես ամեն օրյա ինչ-որ խմես, բայց փորձելու համար կարելի է ինձ թվում է։ Այդ պահին գոնե էլի ոչինչ, բայց հետո ինքը շատ ված, ինչ-որ համ է թողնում, դրա համար չէ, ամեն դեպքում երևի 10-ից 3, այդքան էլ լավը չէր։ Հաջորդը եկեք փորձենք սնիկերսը, ես իրականում սնիկերս սիրում եմ, բայց չգիտես ինչի ինձ թվում է, որ այդքան էլ լավը չի լինելու։ Ընդհանրապես ես իրենց լավը չեմ պատկերացրել, որովհետև մտածում եմ, որ շատ քաղցր է լինելու, ու մոտավորապես նենց էր, ոնց որ պատկերացնում էի, ընդհանրապես ինչ-որ տարբերվող բան չզգացի, ամեն դեպքում հետաքրքիր էր։ Այս սրա գույնը ավելի մուգ է, հայրանից շատ է այդ հոտը։ Ոչ մեկի հոտը տենց ինչ-որ խոստումնալից չի ու դուրս այդքան չի գալիս, բայց սնիկերսը ինչ-որ նշույլներ են զգացվում է։ Նույն գույնը ունի, չնայած չէ, մի քիչ ավելի մուգ է, բայց փորձենք։ Լավն է, որ իրենց մեջ ինչ-որ հատիկներ չկա, օրինակ սնիկերսի, որովհետև ես հաստատ կասեի չէ, բայց սնիկը ոնց որ ավելի հենց ջրիկո, չգիտեմ լավ եկեք փորձենք։ Ինքը սենց դառն է, մի տեսակ, այդքան չի ստացվել երևի, որովհետև սնիկերսը դե ունի տենց դառը համ, չէ, Մարսը ավելի լավն է հաստատ, որովհետև սենց ինչ-որ քաղցր դառնավուն, ինչ-որ սենց անբացատրելի համ ունի, որ այդքան էլ լավը չի։ Ու իր այդ մեջի ֆիստաշկաների համը ցենց շատ վատ է զգացվում հյութի մեջ, չգիտեմ, երևի Մարսը ամեն դեպքում կթողնենք 10-ից 4 կամ 5, սա 10-ից 3, որովհետև, չգիտեմ, այդքան էլ խոստումնալից չէր։ Ոնց որ սենց ուղղակի ինչ-որ
ճզմած սնիկերս լինի ջրով բացած, այդտենց համը, որովհետև իր համը տենց խիտ չի, ինչ որ ջրիկ բաղադրությանը, երևի մի քիչ ավելի խիտ որ լիներ, տենց շատ չէր զգացվի, բայց այդ սնիկերսի դառը քաղցր, տենց որ պիստաշկա համը սա խառնվել է իրար ու այդքան էլ լավը չի եղել, ասում եմ, թե համը մի քիչ խիտ լիներ, ավելի լավ կլիներ, ամենայն դեպս երևի 10-ից 3 Բայց իրականում երբ որ հետո մի քիչ անցնում է, մոտդ նստի պարուսը, ոնց որ կանֆետը կերած լինես, չգիտեմ։ Հիմա փորձում ենք սրա հետ կապված ամեն դեպքում մի քիչ հույսեր ես լավը, չնայած որ սա բեղին է։ Ես անգամ հույս ունեմ, որ կփորձենք շագանակագույնը եւ կտեսնենք դա ավելի լավն է թե ոչ։ Ես M&M's իրականում սիրում եմ, երևի շատ նույնիսկ, բայց չգիտեմ Սա դուրս կգա, թե չէ։ Բոլորից հիմնականում նույն համն է։ Սա քանի որ դեղին է, իրանից էլի այդ ֆիստաշկայի համը կա։ Հոտը։ Չգիտեմ։ Բոլորից հիմնականում նույն հոտն է, ինչ որ իրանից տարբերվող բան չկա, ինչ որ նույն համը լինի։ Լավ։ Սրա հոտը մի քիչ ավելի ինձ որ ծանր հոտ է, դառը։ Այս մեկը ճիշտ ասած այդքան քաղցր չէր, ոնց որ համ չունենա ընդհանրապես։ Ինչ որ անհասկանալի համ է, նրանց մեջ գոնե քաղցրությունը ինչ որ կար գոնե, ինչ որ զգացվում էր, այս մեկը ինչ որ անբացատրելի համ ասած, բայց տահաճ համ է, չգիտեմ, ինչ-որ սենց դառնավուն համունի, որ սենց ծանր բանա թողնում հետո, այ երեքն էլ տենց էին, նույնս տենց էլ պատկերացնում է, ես ամենաշատը սիրում եմ M&M's, հետո Snickers, հետո Mars, բայց այս հյութերի դեպքում երևի կլինի հակառակը Mars, Snickers, հետո M&M's, ամենի դեպս սրա համը չհասկացա, տենց որ կարողանամ բացատրել Բայց եթե կա շատ քիչ է M&M's-ի համը, չգիտեմ այդ լավա թե վատ է, բայց ամենին դեպս տենց է, երևի սա էր կգնահատենք 10-ից 3, չգիտեմ, ես տենց անոնցնապես քաղցրի սիրահար չեմ, երևի դրա համար ինձ նաև դուր չեկավ, բայց եթե քաղցր սիրում եք, կարող է եւ ձեզ դուր գա, կամ կարող եք կոմենտներում գրել, փորձել եք ու ձեզ դուր է եկել, թե չէ։ Ես արդեն իմ կարծիքը ասացի, հաստատ երկրորդ անգամ չեմ փորձի, որովհետև իմաստ չեմ տեսնում, մանավանդ չգիտեմ, այս ամբողջ շիշը հաստատ չես կարող ու հավեսի համար ընդհանրապես չարժի, բայց եթե ուզում եք փորձել, չգիտեմ, կարող եք փորձել, հատկապես եթե այս կոնֆետների սիրահարն եք, չգիտեմ, արդեն շարունակեմ մնացած ամենը փորձել թե չէ, ամենին դեպս բաունձին էլի հետաքրքիր կլիներ, չնայած մոտավորապես արդեն պատկերացնում եմ, բայց բոլորը համարյա նույն համներ, ինչ որ յուրահատուկ բան չտեսա, չնայած չէի սպասում, բայց ամենայն դեպս գոհ եմ, որ փորձեցի, չգիտեմ, երևի թե այսքանը, եթե հավանեցիք անպայման վիդեո կպահեք ձեր լայքերով, բաժանորդագրություններով, կհետևեք իմ Instagram-ի էջին, անունը Էլին Մարտիրոսյանն է, լինքը կթողնեմ ներքևում, իսկ մենք կհանդիպենք շատ շուտով, պակա։